Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները, տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են եւ ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին եւ մենք նույնիսկ չենք հասկանում առավոտյան ինչ են ներկայացնելու։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են։ Բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել։ Դրա համար անցան հատուկ գործողությունների եւ մենք նույնիսկ պատկերացում չունենք ինչ գործողությունների։ Դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են եւ անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել եւ անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին եւ նորից մեր կարծիքը կհայտնենք։ Դուք տեսնում եք ինչ են անում, նույնիսկ գիշերվա ժամը 12-ին մեղրի տանում են, լցնում են ընտրատեղամաս զինվորականներին, որ քվեարկություն անեն, անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը, չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն։ Իրենք դա զգացին, հենց սկսեցին արդյունքները հաշվել, հենց սկսեցին քաղաքների արդյունքները հաշվել։ Դրա համար շատ շնորհակալ եմ մեր լրագրողներին այս ուշ ժամին այս հարցազրույցի համար եւ անպայման մենք առավոտյան ձեզ կներկայացնենք ճշգրիտ տվյալները։ Շատ շնորհակալ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։